Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տեսակապի միջոցով զրուցելու եմ Ուտրեխտի համալսարանի հետազոտող քաղաքագետ Հրայր Մանուկյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մանուկյան։ Բարև ձեզ։ Պարոն Մանուկյան, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանից ապրանքների վրա հետևողական սանկցիաներ է կիրառում։ Եվ սրան զուգահեռ արդեն 9-րդ գումարման ազգային ժողովն է, այսպես ասած, սկսել աշխատանքները եւ 4-րդ օրն է ընթանում են նիստերը, բայց տեսնում ենք, որ իշխանության եւ ընդդիմության դիսկուրսները առնվազն այն մասին են, թե ով ինչ հեռավորության վրա է տեսել թուրք կամ ադրբեջանցի, տպավորություն է, որ այս պահին որևէ խնդիր չկա, առավել եւս Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում տնտեսական խնդիրներ չկան։ Նախ ըստ ձեզ ինչու է այս միտումը խորհրդարանում, ինչու չկա քաղաքական դիսկուրս եւ օրինակ ինչու ընդդիմության կողմից չկան այդ մտահոգությունները չեն բարձրաձայնվում, նկատի ունեմ Ռուսաստանի կողմից այս շարունակվող սանկցիաների մասով եւ արդյոք նկատում եք միտում, որ ընդդիմությունը փորձում է ազգային ժողովը վերածել ինչ-որ իմաստով կույրաղիկ կառույցի, այսինքն ոչ մի բովանդակային քննարկում, ոչ մի բովանդակային զրույց։ Տեսեք, եթե ազգային ժողովում լիներ այլ ընդդիմություն, մենք այլ թեմաներ ու այլ որակի քննարկումներ կտեսնենք, բայց քանի որ այս ընդդիմությունն է, որոնց որ հետաքրքիր է Ռուբեն Ռուբինյանը մոտիկից թուրք տեսել է թե չէ, դրա համար էլ ստացվում է այս քննարկումները։ Հիմա ես չեմ ուզում, որ այնպիսի մթնոլորտ ստեղծվի Հայաստանում, որ ազգային ժողովը անբովանդակ ինչ-որ քննարկումների կամ բանի տեղ է, գորգորոցների կամ իրար հայելու տեղ է, որովհետև տեսեք, պարլամենտը դեմոկրատական երկրի ամենակարևոր ներկայացուցչական կառույցն է, որտեղ որ բախվում են հանրության տարբեր շերտերի արժեքները եւ պատկերացումները եւ կարծիքները արտահայտող խմբերը, արտահայտող եւ ներկայացնող խմբերը։ Եթե պարլամենտը մենք համարում ենք անպետք եւ անպիտան կառույց, որ այնտեղ ընդամենը իրար հետ անբովանդակ ուրեմն գորգորոցներով շփվելու տեղ է, եթե նման բան ենք մենք համարում պարլամենտը, ապա այդ դեպքում մենք ինքնաբերաբար նաև ցածրացնում ենք դեմոկրատիան ու դեմոկրատիայի արժեքը, որովհետև ժամանակակից ներկայացուցչական դեմոկրատիան չի կարող լինել առանց պարլամենտի։ Հիմա խնդիրը տեսեք որն է, խնդիրը այն է, որ մենք վստահ չենք, որ ընդդիմությունը, որը այսօր ներկայացված է պարլամենտում, ինքը իրապես ժողովրդի ընդդիմադիր հատվածի ուրեմն ընդդիմադիր հատվածին ներկայացնող ընդդիմությունն է, որովհետև ինչպես որ Նիկոլ Փաշինյանն է ասել մի քանի անգամ, կա մեծ հավանականություն, որ եթե ընտրակաշառքի հանգամանք չլիներ, եթե Կարապետյանի հետ Սամվել Կարապետյանի ուժ ընտրակաշառք չբաժաներ, նրանք հավանաբար ազգային ժողովում չէին էլ հայտնվի։ Բայց այս ձևավորված խորհրդարանի պայմաններում, պարոն Մանուկյան, արդյոք այս ձևավորված խորհրդարանը ընդդիմություն թե դիմություն, արդյոք բխում է Հայաստանի Հանրապետության շահերից եւ արդյոք նրանց քննարկումները, դիսկուսները էլի Հայաստանի Հանրապետության շահի մասին են, այդ շահը ամրապնդելու մասին է, որովհետեւ տեսեք, արդեն քանի օր է, օրինակ Նարեկ Կարապետյանը առաջարկում է բերել հակասաֆարովյան ինչ-որ օրենք, որ ադրբեջանցիները 10 օրից ավել Հայաստանում չկարողանան ապրել։ Հայաստանը հիմա նման մարտահրավերի կամ խնդրի առջև կանգնած չէ, բայց կան այլ խնդիրներ օբյեկտիվորեն, օրինակ նույն տնտեսական սանկցիաները Ռուսաստանի Դաշնության կողմից, կամ այս Ադանան իմ հայրենիքն է, այս դիսկուսները արդյոք Հայաստանի Հանրապետության շահի մասին են։ Տեսեք, Հայաստանի Հանրապետության շահի մասին տարբերությունները տարբեր մարդկանց մոտ տարբեր են։ Մեր եւ ձեր պատկերացումը ուրիշ է, քաղաքացիական պայմանագրինը կարող է ուրիշ լինել, այդ ընդդիմադիր տարբեր հատվածների պատկերացումները լրիվ տարբեր են։ Հիմա հարցը նրանում է, թե այդ Հայաստանի շահի մասին պատկերացումները որոնք արտահայտվում են ազգային ժողովում, արդյոք իսկապես ներկայացուցչական են, արդյոք ժողովրդի մոտ եղած Հայաստանի շահի պատկերացումներն են, տարբեր պատկերացումներն են, որոնք արտացոլվում են ազգային ժողովի բանավեճերում եւ քննարկումներում։
Խնդիրը սա է։ Հիմա Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ընդդիմադիրները ամենայն հավանականությամբ չէին անցնի նվազագույն շեմի այդ արգելքը, եթե ընտրակաշառք չբաժանեին։ Սա նշանակում է, որ այս ընդդիմության ասածը եւ որ նրանք խոսում են ինչ-որ բաներից, հա կարևոր չէ ինչից են խոսում։ Նույնիսկ եթե Ռուսաստանից խոսան, Արևմուտքից խոսան, կարևոր չէ ինչից են խոսում։ Իրենք չեն ներկայացնում ժողովրդի իրական պատկերացումները, ժողովրդի հանրության մեջ տարածված արժեքները, սկզբունքները, կարծիքները Հայաստանի շահի մասին։ Պարմանական, բայց կարծում եք բոլոր 340,000 ընտրողները միայն ֆինանսական շահագրգռվածությունից ելնելով են ընտրել այս ուժին կամ 150,000 քաղաքացիները, որ ընտրել են Հայաստան դաշինքին։ Այնտեղ չկա օրինակ այդ մոտիվացիան, որ այո, իրենք այս երկիրը տեսնում են զարգացող միայն Ռուսաստանի հետ, կամ թուրքատյացությունը, որը փորձում էին այս երկու ուժերը տարածել, այսպես ասած, կամ կամի քաղաքականություն դնել, որ կամ Ռուսաստան կամ Թուրքիա։ Ինչ է կարծում միայն փողի գործոնն է այստեղ մեծ դեր ունեցել, թե նաև այլ ֆակտորներ։ Այս է ամենակարևոր հարցը, որի պատասխանը, այսպես ասած, սա դարի հարցն է։ Շատ դժվար է այդ հարցին պատասխան տալ։ Որոշ գնահատականներ մենք կարող ենք անել, հա, օրինակ, ես կարծում եմ, որ Հայաստանում կան դաշնակցականներ, այսպես համոզված հակաթուրքական պատկերացումներ ունեցող մարդիկ, որոնք անկախ ամեն ինչ մոռանում են ամեն ինչ եւ քվեարկում են ընդամենը հակաթուրքական պատկերացումների օգտին եւ այդ մարդկանց թիվը երևի 3-4% կամ միգուցե նաեւ 5% է եւ ես կարծում եմ, որ եթե Հայաստան դաշինքը ընտրակաշառք չբաժաներ, փոքր ավելի քիչ ձայները, բայց ազգային ժողովում ամենայն հավանականությամբ կհայտնվեր։ Ինչ վերաբերում է Կարապետյանի ուժին, իմ անձնական գնահատականն է, որ ես վստահ եմ, որ նրանք ընդհանրապես չէին հայտնվի ազգային ժողովում, միգուցե մի քանի տոկոս առավելագույնը տանեին, եթե ընտրակաշառք չբաժանեին։ Հիմա եւ եթե չհայտնվեին ուրեմն Կարապետյանի ուժի ներկայացուցիչները ազգային ժողովում, դրա փոխարեն մենք ունենայինք այլ ուժեր, հաջորդող ուժերից օրինակ այդ շնորհապետական կուսակցություն կա, հա, եւ այդ շնորհապետական կուսակցությունը ուրիշ բաներով, ուրիշ բանավեճ կտաներ ազգային ժողովում եւ նրանք էլ կմեղադրեին իշխանություններին, որ ինչի եք դուք այսքան պրոռուսական, պետք է ավելի կոշտ լինել դեպի հանդեպ Ռուսաստան, հա, ենթադրենք օրինակի համար։ Ուրեմն սա է գլխավոր հարցը, բայց հիմա տեսեք, Հայաստանի իշխանության դիրքորոշումը, թե արդյոք այդ ազգային ժողովում այդ մարդիկ, ովքեր որ հիմա ներկայացված են, իրանք փողի շնորհիվ են ներկայացված, թե իսկապես ինչ որ համոզմունքների հանրության համոզմունքները կրող ինչ որ հատված են, արտահայտել է Նիկոլ Փաշինյանը, եւ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ ասել է, որ ինքը համարում է, որ այդ ընդդիմությունը, այս ընդդիմությունը չէր լինի խորհրդարանում, եթե ընտրակաշառքի հանգամանքը չլիներ։ Դրանից բացի Նիկոլ Փաշինյանը նաև ասել է, որ Հայաստանի թիվ 1 քաղաքական օրակարգը, առանցքային քաղաքական օրակարգը, ներքաղաքական օրակարգը, այդ եռագլուխ մաֆիայի կործանումն է եւ ունեզրկումը, որպեսզի հաջորդ ընտրություններին նրանք անգամ չմտածեն ընտրակաշառք բաժանելու մասին։ Ուրեմն ես կարծում եմ, որ եթե քաղաքացիական պայմանագիրը հետևողական է այս արտահայտված դիրքորոշման հետ, քաղաքացիական պայմանագիրը չպետք է այդ ընդդիմադիր հատվածին լուրջ վերաբերվի, չպետք է ասենք համարի, որ այ նրանց հետ կարելի է ինչ-որ հարցերում աշխատել, բանավիճել, նույնիսկ անդրադառնալ իրենց, հա։ Եթե հետևողականորեն քաղաքացիական պայմանագիրը կրելու է այն համոզմունքը, ինչը որ Նիկոլ Փաշինյանը ասել է, այն է, որ թիվ 1 քաղաքական օրակարգը այդ ընտրակաշառք տվողներին ընտրակաշառք տվող մաֆիայի կործանումն է, սա կարծեմ հենց Փաշինյանի բառն է, կործանումը, այդ մաֆիայի կործանումը Հայաստանի առանցքային քաղաքական օրակարգն է։ Այդ տեսակետից ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ քաղաքացիական պայմանագիրը եւ մենք վերաբերվենք նրանց այդ ձև, այսինքն նրանց ասածներին ընդհանրապես ուշադրություն պետք չէ դարձնել, բայց նրանց հովանավորները ժամանակ հիշեցնել, որ իրենք այդտեղ հայտնվել են
զուտ փողի պատճառով եւ նրանց պետք է ասել, որ ձեր շեֆերը շուտով ունեզրկվելու են եւ բանտարկվելու են։ Ես կարծում եմ, որ ճիշտ եւ հետեւողական մոտեցումը այդ ընդդիմադիր խմբակների նկատմամբ սա պետք է լինի։ Պարոն Մանուկյան, բայց այնուամենայնիվ պետք է իրականության հետ հաշվի նստել, նրանք խորհրդարանում են եւ հայտարարում են, որ ամեն դեպքում դա իրենց համար լծակներ է, քանիցս արդեն հայտարարել են, ընդ որում թե Հայաստան Դաշինքից, թե Ուժեղ Հայաստանից, որ իրենք թե խորհրդարանը, թե փողոցը օգտագործելու են, որպեսզի ԿՊ-ին զրկեն բոլոր հնարավոր լծակներից, իրենք սպասելու են համապատասխան տրիգերների, օրինակ երեք կրկին Սամվել Կարապետյանը իր ճեպազրույցում կրկնեց հայտնի միտքը, որ իրենք իրենց ձևով հարցը կլուծեն ի վերջո։ Նման իդեպ պնդում էր անում նաև Լևոն Քոչարյանը, այլ նախադասությամբ, բայց պնդումը մոտավորապես էլի նույնն էր։ Ինչ հասկանալ եւ ինչ սպասել։ Լևոն Քոչարյանը ասում էր այլ հարթությունում հարցը կլուծեն։ Հիմա ինչ սպասել եւ ինչ հասկանալ այս հայտարարություններից եւ այդ տրիգեր ասվածը, որին ընդդիմությունը սպասելու է փողոց դուրս գալու համար եւ իրենց զանգվածին փողոց դուրս բերելու համար։ Ո՞րն է այդ տրիգերը, միգուցե այդ տրիգերը հյուսիսից է լինելու, օրինակ գազի թանկացման ձևով։ Տեսեք, ցանկացած բովանդակություն կամ ցանկացած միտք, որ այդ մարդկանց կողմից հնչում է, դրան պետք չէ լուրջ վերաբերվել։ Իրենց պետք է ընդհանրապես դիտարկել այն տեսակետից, թե իրենց այդ փողի շրջանառությունը իրենց մոտ ոնց է տեղի ունենում, ովքեր ինչ չափով են առնվում կամ ծախվում, ով ինչ դիրքի եւ բանի հույսով են տեղ հայտնվել։ Իրենք ապաքաղաքական դեմքեր են այն տեսակետից, որ իրենք չեն արտահայտում հանրության իրական համոզմունքները, մեծ մասը, բացառությամբ այդ ասեցի, դաշնակցականների, որոնք Քոչարյանի թիմում են։ Կարապետյանի դեպքում ընդհանրապես այդտեղ փողոյի շնորհիվ այդտեղ հայտնված մարդիկ են եւ այդ խոստումները կամ ինչ որ իշխանությանը հեռացնել եւ այլն այդ ամեն ինչ ասում են իրենց արդարացնելու իրենց գոյությունը քաղաքական դաշտում արդարացնելու համար այդ ասվածների մեջ ոչ մի լուրջ բան չկա եւ հետեւաբար նաեւ պետք չէ ակնկալել նրանից որ իրենք ինչ որ Հայաստանի շահի հետ կապված խորքային բանավեճ կտանեն կամ կներկայացնեն հանրության ինչ որ շերտերի պատկերացումները Հայաստանի շահի մասին, ոչ, նման բան չկա։ Իրենք պետք է ես էլի եմ ասում, այո, նրանք հայտնվել են ազգային ժողովում, բայց քանի որ նրանք ազգային ժողովում հայտնվել են փողի շնորհիվ ինչը հանրության մեծամասնության կողմից դատապարտելի է եւ դա արտահայտվել է նաեւ երկրի ղեկավարի կողմից, որ չի կարելի, որ դուք այդպես որ ընտրվել եք, մենք չպետք է թույլ տանք, որ Հայաստանում այսպիսի պարլամենտ այլևս լինի, նկատի ունենալով, որ ընտրակաշառքի հիման վրա ընտրված խմբակներ չլինեն ազգային ժողովում Հայաստանում։ Այդ մոտեցման տեսակետից իրենց ասածներին ընդհանրապես լուրջ պետք չէ վերաբերվել։ Ուրիշ բան, որ կա նաև ուրիշ մոտեցում, ձեր հարցադրման մեջ այդ ուրիշ մոտեցման տարեր կային, օրինակ, մենք կարող ենք ասենք, դե լավ, հիմա այնուամենայնիվ 350,000 քաղաքացիներ կաշառքով թե առանց կաշառքի թե ոնց, բայց այնուամենայնիվ իրենց ձեռքով գնացել եւ քվեախցում ընտրություն են կատարել այդ ուժերի մասին։ Սա նշանակում է, որ կաշառքով են ընտրել թե առանց կաշառք, թե ինչով, թե բարեկամն է ասել դրա համար են ընտրել եւ այլն, թե Հայաստանի վրա ընդհանրապես թքած ունեն, թե ասենք Ռուսաստանից ինչ որ բարեկամներով ասել են եկեք ընտրեք, իրենք էլ եկել ընտրել են, հա։ Այնուամենայնիվ ինչ որ մարդիկ գնացել 350,000 ընդհանուր թվով ընտրել են։ Հիմա ասենք, որ դե սա էլ է հանրությանը ներկայացնում։ Սա էլ ներկայացնում է հանրության այդ հատվածը, որ ընդհանրապես ամեն ինչին փողով է նայում եւ փողով է չափում եւ ընդհանրապես երկրի եւ հանրության շահերի նկատմամբ անտարբեր վերաբերմունքով ընդհանրապես։ Հիմա այդ մարդիկ են արտահայտում են հանրության այդ պատկերը։ Եվ հիմա նրանց հետ առնչվենք այնպես, ինչպես որ հանրությանը ներկայացնող ինչ որ մի խումբ։ Սա էլ է մոտեցում։ Այս տեսակետից
Այո, արդեն կարելի է մի քիչ ուշադրություն դարձնել, ինչ են ասում, ինչի են ասում։ Ինձ հատկապես հետաքրքիր էր, թե Ռուսաստանից եկած այս ազդակները սանկցիաների տեսքով եւ ընդդիմադիր որոշ գործիչներ ակնարկում են նաեւ գազի թանկացման մասին։ Այս սանկցիաները այն տրիգերներն են, որոնց մասին իրենք խոսում են եւ արդյոք օրինակ գազի գնի թանկացման դեպքում իրենք իրենց ընտրազանգվածին դուրս են բերելու փողոցներ, որովհետեւ իրենք պարբերաբար խոսում են դրա մասին, որ հենց հարմար առիթը եղավ, իրենք դուրս են գալու փողոց։ Հիմա այդ հարմար առիթ ասվածը ո՞րն է, այդ ակնարկները տողատակում, երբ որ անում են գազի գնի մասին, միգուցե այդ իմաստով հյուսիսից օգնության կան իրենց։ Հյուսիսի իրենք կարող է այդպիսի հույսեր ունենան, որ ասենք Հայաստանում գազի գինը թանկանա եւ ինքը ինչ որ մի բան փորձեն անել, բայց ես բացառում եմ, որ որևէ հաջողության նրանք կարողանան հասնել, որովհետեւ իրենց ընտրողները ուրեմն այն շերտը չի, որ պատրաստ է հանուն հանրային ընդհանուր կամ Հայաստանի շահի ինչ որ մի բան անել։ Այդ ընտրողները չեն իրենց ընտրողները, որ կարողանան փողոց դուրս գալ։ Էլի միակ տարբերակը այն է, որ ասեն գազի գինը թանկանա եւ իրենք էլ այստեղ տասնյակ միլիոնավոր դոլարներ բերեն, մարդկանց բաժանեն, որ հանրահավաքներ կազմակերպեն, հա, բայց սա չի աշխատելու Հայաստանում։ Հիմա թե իրենք ինչ հույսեր ունեն, ինչ են ակնկալում, շատ երկրորդական են ես համարում եւ կարծում եմ այդքան էլ հետաքրքիր հարց չէ նույնիսկ։ Հայաստանում ամենահետաքրքիր հարցը այն է, թե երբ են իրենց շեֆերը ունեզրկվելու եւ արդյոք ունեզրկվելու են թե չէ, որովհետեւ կարող է պատահի հետո քաղաքացիական պայմանագիրը որոշի, որ ասի, դե գիտեք, այս անգամ էլ չստացվավ ունեզրկելը, որովհետեւ էլի Ռուսաստանը միջամտել, չգիտեմ, Փաշինյանը ուղիղ ասել է, չէ՞ որ մինչև հիմա ինքը որ գնում է հանդիպման ժողովրդի հետ եւ ժողովուրդը հարցնում է ինչի այս մարդիկ դեռևս բանտարկված եւ ունեզրկված չեն, ինքը դժվարություն ունի պատասխանելու այդ հարցին։ Այսինքն պայմանքը ես ճիշտ եմ հասկանում։ Հետո Փաշինյանը ասել է, որ այլևս նման բան չի լինելու։ Ես այլևս թույլ չեմ։ Փաշինյանը ասել է, որ ինքը արդեն չպետք է այնպես անի, որ վաղը մյուս օրը նորից նույն դժվարությունը ունենա, նորից հանրությունը նույն բանը հարցնի, թե ինչ էս մարդիկ ունեզրկված եւ բանտարկված չեն, եւ ինքն էլ դժվարանա պատասխանել։ Պայմանական, բայց ես ճիշտ եմ հասկանում։ Միասին Քանի որ մի շարք նաև արտաքին սպառնալիքներ կան այդ իմաստով, նույն Ռուսաստանի Դաշնության հետ կապված տնտեսական սանկցիաների տեսքով, բայց ես ճիշտ եմ հասկանում, որ թիվ 1 օրակարգային հարցը եւ խնդիրը ըստ ձեզ այն է, որ արդյոք Կարապետյանը, Ծառուկյանը, Քոչարյանը հայտնվելու են բանտում եւ արդյոք ունեզրկվելու են թե ոչ։ Այո, դա է թիվ 1 հարցը, եւ ամենահետաքրքիր հարցը դա է եւ ես էլ դրան եմ հետեւում։ Ինչ Հայաստանում կատարվում է ներքաղաքական դաշտում, ես այդ պրիզմայով պետք է նայեմ։ Ինչ հայտարարություններ են հնչում իշխող կուսակցության կողմից, ես նայում եմ, հետեւողական են արդյոք այս հայտարարությունները եւ տեղավորվում են արդյոք այն տրամաբանության մեջ, որ Ծառուկյանը, Կարապետյանը եւ Քոչարյանը պետք է բանտարկվեն եւ ունեզրկվեն։ Եվ երբ որ ես տեսնում եմ, որ այդքան էլ հետևողական չի կամ դրա հետ չի բռնում, ես սկսում եմ մտածել, թե կարող է այնուամենայնիվ քաղաքացիական պայմանագրում մոտեցում է փոխվել, հա։ Սրանն ենք պետք է նայենք, սա թիվ 1 ներքաղաքական հարցն է, իսկ թիվ 1 արտաքին քաղաքական հարցը ուրեմն Ադրբեջանի խաղաղության պայմանագրի ստորագրումն է եւ այդ գործընթացի շարունակումն է։ Այս երկու հարցը կան Հայաստանում։ Մնացածը այդ Ռուսաստանի սանկցիաներ բան, տեսեք, Ռուսաստանի սանկցիաների հետ կապված ուղղակի մենք քննարկումներ ենք անում, որովհետեւ մենք իներցիայով սովոր ենք, որ Ռուսաստանը ինչ որ բան է անում, մեր համար շատ մեծ նշանակություն ունի։ Ռուսաստանը այն ինչ կարող է հիմա անել Հայաստանի հետ կապված տնտեսական պատժամիջոցներ եւ այլն, դա շատ քիչ նշանակություն ունեցող հարցեր են, շատ քիչ նշանակություն ունեցող հարցեր են։ Այդ հարցերը նույնիսկ ել եմ ասում, մենք քննարկում ենք, որովհետեւ ավանդաբար այդպես է եղել, ավանդաբար Ռուսաստանի դիրքորոշումը այս նշանակություն ունեցել է։ Հիմա Ռուսաստան դիրքորոշումն ու հարցները նշանակություն չունեն։ Նշանակություն ունի էլի միակ նշանակությունը, որ կարող է ունենալ, կապված է նրան հետ, թե Ռուսաստանը կկարողանա արդյոք այդ իր շահերը սպասարկող խմբակներին այնպես անել, որ Հայաստանում ինստիտուտները չկարողանան դատել եւ ունեզրկել դրանց։ Այս տեսակետից է էլի Ռուսաստանը հետաքրքիր։ Ինչ սանկցիաներ կկիրառի, չի կիրառի եւ այլն, դրանք սա երկրորդական հարց է։
Իսկ այս հայտարարությունները եւ քայլերը, որ սկսվել են ընտրություններից հետո եւ նաեւ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցից հետո մենք տեսանք, որ վարչապետը հայտարարեց, որ երկաթուղին ռուսական կոնցեսիայից վերցնել այլ ընտրանք չունի, ռուսական կողմից եղավ արձագանք, որ մինչ նման քայլի գնալը Հայաստանը պետք է փոխհատուցի ռուսական կողմին այն միլիարդավոր դոլարների, ռուբլիների ներդրումները, որոնք արել են իրենք երկաթուղում, այս հայտարարությունները փոխադարձ ինչի մասին են եւ օրինակ սրանք կարող են հավելյալ լարում մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, թե այդ լարումը արդեն իսկ առկա է։ Լարումը արդեն իսկ առկա է, մի քիչ ավել, մի քիչ պակաս նշանակություն չունեցող հարց է, բայց իմ տպավորությամբ Հայաստանի կառավարությունը պատրաստ է ինչ-որ մի փոխհատուցում տրամադրել Ռուսաստանին, եթե զրկի նրանց այդ կոնցեսիոն կառավարումից, եթե իրենք դժգոհ են, թե դժգոհություն հայտնեն, թե այ մեր պայմանագրերով եւ պարտավորություններով այսքան չպետք է մեզ հատուցեք, ավելի շատ պետք է հատուցեք կամ եւ այլն, եթե դժգոհ լինեն կգնան արբիտրաժ, թող գնան վարչապետը ասել արդեն, թող գնան արբիտրաժային միջազգային դատարաններ, կտեսնենք այդ միջազգային դատարաններում ում օգտին ինչ վճիռներ կկայացնեն։ Ես անկեղծ ասեմ, ես կարծում եմ, որ առանց նույնիսկ որևէ փոխհատուցման Հայաստանը կարող է ուղղակի որոշել զրկել ռուսական կողմին այդ կառավարման իրավունքներից եւ ուրեմն արբիտրաժում էլ ոչ մի պարտություն չի ունենա։ Հաստատ հայկական կողմը կարող է գտնել պայմանագրային այդպիսի դրույթներ, որը ռուսական կողմը խախտել է։ Եվ ընդհանրապես ոչ մի փոխհատուցում չտալ են։ Ես կարծում եմ, որ այդ փոխհատուցման պահը Հայաստանի կառավարությունը, որ մտադրություն ունի տալու, դա ընդհանրապես նրա համար է, որ շատ չգրգռվի։ Կառավարությունը նման մտադրություն չունի։ Պարոն Մանուկյան, կառավարությունը նման մտադրություն չունի, Ռուսաստանից են հնչում նման հայտարարություններ, որ պիտի փոխհատուցեք այն ներդրումները, որ մենք արել ենք։ Տեսեք, ինչ որ փոխհատուցում, խոսքը ներդրումների մասին չէ, բայց ինչ որ փոխհատուցում Հայաստանի կառավարությունը այնուամենայնիվ սիմվոլիկ ձևով իմ տպավորությամբ պատրաստ է, ես վստահ չեմ, բայց իմ տպավորությամբ կարող է սիմվոլիկ Ռուսները բնականաբար շատ ավելի մեծ ինչ-որ գումարների մասին կխոսեն, բայց հայկական կողմը ինչ-որ մի սիմվոլիկ փոխհատուցում միգուցե տա, ես չգիտեմ էլի վստահ չեմ ասում, սա ընդհանրապես ենթադրում եմ, բայց եթե հայկական կողմը ոչ մի բան չտա եւ ուղղակի ասի, որ դուք պայմանագրի այս կետերը խախտել եք, ձեզ զրկում ենք սրանից, ոչ մի բան չի լինի Հայաստանին, ոչ էլ խնդիր կունենա միջազգային արբիտրաժը։ Պարոն Մանուկյան, եւ երեք Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց է սպասվում, նաեւ ակնարկեց որոշակիորեն թրիփ գործընթացում առաջընթացի այսպես սպասելիքների մասին, ինչ սպասել առաջիկայում Հայաստան-Ադրբեջան կարգավորման համատեքստում խաղաղության գործընթացում առաջընթաց ասելով ինչ նկատի ունի ադրբեջանական կողմը եւ նաեւ թրիփի մասով։ Մենք կարող ենք օրինակ ենթադրել, որ առնվազն այն հատվածով, որտեղով անցնելու է թրիփը, կարող է սկսվել սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները։ Այո, ես կարծում եմ սահմանազատման աշխատանքների հետ կապված առաջընթաց կարող ենք սպասել, փոխադարձ առևտրի հետ կապված հարցերում կարող է առաջընթաց լինել, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ կապված էլ միգուցե կարող է առաջընթաց լինել, բայց ես չեմ տեսնում նշաններ, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև Հայաստանում սահմանության փոփոխությունը։ Իսկ դա պարզապես Ադրբեջանի համար իմիտացիոն, այսպես ասած, պատրվակ է, որպեսզի ձգձգի գործընթացը խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը, թե դա իսկապես կարևոր է։ Ոչ, իմիտացիոն չէ իրենց համար։ Իրենք այսպես են մտածում։ Իրենք ասում են նույն Փաշինյանը 2019 թվականին ասել է Ղարաբաղը Ադրբեջանն է եւ վերջ։ Հետո ասել է, որ Ղարաբաղը Հայաստանը եւ վերջ, կներեք։ Հետո ասել է, որ այնուամենայնիվ Ղարաբաղյան շարժում Հայաստանում չի լինելու եւ որ Հայաստանը ուրեմն վերջ Ղարաբաղի նկատմամբ հավակնություններ չունի։ Բայց իրենք ասում են, բայց մենք ուզում ենք իմանալ Հայաստանի ժողովրդի իրական տրամադրությունները եւ տեսնել, որ ժողովուրդն է իսկապես որոշել, որ Ղարաբաղի շարժում այլևս չի լինելու եւ Ղարաբաղը մնալու է Ադրբեջանի կազմում։ Իրենք ուզում են, որ Հայաստանում սահմանությունը փոխվի եւ հանրությունը քվեարկի նոր սահմանության օգտին, որտեղ որ հակում չի լինելու անկախության հռչակագրին,
այն տրամաբանությամբ, որ դա իրենց համար կլինի նշան, որ Հայաստանի ժողովուրդը իսկապես հրաժարվել է Լեռնային Ղարաբաղից։ Դա նաև փակողի տանող ճանապարհ չէ, այն իմաստով, որ օրինակ նույն Ադրբեջանից, երբ որ պարբերաբար խոսում են սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին, դա ռեֆլեքսորեն կարող է բերել նրան, որ հայ հանրությունը գնա եւ ոչ քվեարկի սահմանադրության փոփոխությանը եւ այստեղ փակուղի տանող ճանապարհ չի, եթե օրինակ Եթե այդպես լինի, բայց այդ դեպքում իրենց տեսակետից իրենք նաև դա են ուզում հասկանալ։ Եթե մենք կողմերը գնում ենք հաշտության եւ միմյանց վստահելու ճանապարհով, կոպիտ ասած իրար ինად անելը չպետք է լինի նորմալ քաղաքականության մաս, հա, ինչ թե իրենք ուրեմն ասում են, այ մենք գնանք իրենց հակառակ անենք, հա։ Այս ձևով խաղաղություն դժվար թե հնարավոր լինի կառուցել։ Հարցը ուրիշ բան է, որ ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունը կարող է իրենց արդեն համոզել եւ ասել, որ կարիք չկա, որ Հայաստանի ժողովրդի կարծիքը տեսնելու համար անպայման Հայաստանում սահմանության հանրաքվե լինի, էլի։ Դուք կարող եք արդեն գնահատել Հայաստանի ժողովրդի ճնշող մեծամասնության դիրքորոշումը վերջին ընտրությունների արդյունքները։ Եթե 2021 թվականին դեռ այդքան էլ հստակ չէր խաղաղության դարաշրջանի մասին իշխող ուժի հայտարարությունները, որտեղ այնտեղ տարբերություններ կային, ինչ որ շեշտադրումների բան կար, ծրագրում ուրիշ բաներ գրած քաղաքացիական պայմանագրի մի քիչ այդքան էլ հստակ չէր։ Հիմա այլևս վերջին 3-4 տարիներին Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն ասել է, որ Ղարաբաղի շարժումը այլևս չի լինելու Հայաստանում, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվելու Ալմատայի հռչակագրով արձանագրված սահմաններով, եւ դրան Հայաստանի ժողովուրդը գնացել եւ այո է ասել այդ կուրսին։ Հիմա այս տեսակետից կարելի է Ադրբեջանը ուղղակի բացատրել եւ համոզել, որ կարիք չկա, որպեսզի Հայաստանում սահմանության փոփոխություն լինի, այլ որ նոր դուք գնահատեք Հայաստանի ժողովրդի տրամադրությունը, բայց իրենք էլ էլի կարող են ասել, դե բայց ընտրությունը մենակ դրա համար չէ, ընտրությունը նաև նրա համար է, որ դուք բանտարկեք այդ նախկին իշխանավորներին, հա։ Մարդը կարող է ուզում է, որ էլի Հայաստանը հետ վերադարձվի, բայց ուզում են ավելի կարևորում է, որ ասենք այդ նախկինները բանտարկվեն, դրա համար է եկել ձեզ ընտրել, ոչ թե Ղարաբաղի հարցի հետ կապված ձեր դիրքորոշման պատճառով։ Ուզում եմ ասել, այս տեսակ խոսակցություններ հիմա կարող են գնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, բայց ինձ համար իրենց դիրքորոշումը տրամաբանական է եւ հասկանալի է եւ ես չեմ կարծում, թե դա պատրվակ է, ես կարծում եմ հասկանալի եւ ըմբռնելի մոտեցում է իրենց ասած այդ մոտեցումը։ Շնորհակալ եմ, պարոն Մանուկյան։ Խնդրեմ, ես էլ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տեսակապի միջոցով զրուցում էի Ուտրեխտի համալսարանի հետազոտող քաղաքագետ Հրայր Մանուկյանի հետ, կհանդիպենք։